Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել այս համեղ խմորեղենի պեչենիների բաղադրատոմսով, որը պատրաստել եմ շոկոլադե միջուկով։ Ուրեմն խմորեղենը պետք է թխեի թթվասերով, բայց քանի որ տանը մածուն ունեի, որոշեցի մածունի երեսի սերը հավաքեմ, հավասար կլինի թթվասերին ու հենց դրանով էլ թխեմ։ Սիգարետները թխելու համար մեզ անհրաժեշտ է կարագ, ձու, շաքարավազ, մածուն, աղ, փխրեցուցիչ, վանիլին և ալյուր։ Մի քիչ գաթայի խմորին է նման, հայկական գաթայի, պետք է կարագը ալյուրով լավ տրորենք, ստանանք խորիզանման զանգված, ավելացնենք մնացած մթերքները։ Չափաբաժինները կլինեն տեսանյութի ներքևում, կդիտեք, կպահպանեք, որպեսզի հեշտ գտնեք բաղադրատոմսը։ Կարագը, փխրեցուցիչը, աղը և ալյուրը ամանի մեջ լցնելուց հետո ավելացնում ենք շաքարավազը և սկսում ենք այս բոլորը միասին տրորել։ Պետք է ստանանք խորիզանման զանգված։ Ահա, զանգվածն ստացանք, ավելացնում ենք վանիլինը, մեջտեղը փոս ենք անում, 2 ձու և մածունն ենք ավելացնում։ Ահա, հիմա պետք է քիչ-քիչ խառնելով, ալյուրից վերցնելով շաղախենք պինդ խմոր։ Ափսեից դատարկում ենք սեղանի վրա, աշխատում ենք սեղանին։ Պետք է ստանանք հարթ խմոր։ Խմորը կիսում եմ 2 մասի և տեղափոխում եմ սառնարան 30 րոպեով։ Ահա, մինչև սառնարանում 30 րոպեն կանցնի, պատրաստում եմ միջուկը։ Կարող եք պատրաստել և կարագով, և բուսայուղով, ես այս անգամ բուսայուղն եմ օգտագործում։ Բուսայուղի մեջ ավելացնում ենք շաքարավազը, կակաոն, վանիլինը և ալյուրը։ Կարող եք ավելացնել կտրատած ընկույզ կամ քունջուտ, ես գերադասեցի քունջութը այս անգամ։ Մի լավ խառնում ենք, այսպես թույլ վիճակում, որպեսզի շաքարավազը բուսայուղի մեջ լուծվի, հետո ավելացնում ենք ալյուրը վերջնական չափով և ստանում խորիզանման զանգված։ Սառնարանից խմորը հանում ենք և գռտնակով բացում, շատ բարակ շերտով պետք է բացել, որպեսզի փաթաթելուց շերտերը մի քիչ շատ լինեն։ Բաժանում եք ձեր նախընտրած չափերի, լայնությունը նկատի ունեմ, ահա խորիզը վերջնական տեսեք ինչպիսին է, գդալով լցնում ենք խմորի վրա, սեղմում ենք ու փաթաթում։ Սիրելիներս, խորիզից համ կանեք, եթե մի քիչ ձեր համար քաղցր չի լինի, մի փոքր կարող եք քաղցրը նորից ավելացնել։ Ահա, փաթաթում ենք բոլորը։ Յուղաթղթի կարիք չկա տապակի մեջ փռելու, որովհետև ինքը հենց կարագով խմոր է, տեղափոխում ենք տաքացած ջեռոց 200 աստիճանի տակ թխվելու։ Մինչև կթխվի, պատրաստում ենք երեսի փոշին։
Քանի որ միջուկը կակաոյով էի պատրաստել, որոշեցի երեսին էլ ցանեմ շաքարի փոշու ու կակաոյի խառնուրդ։ Ահա թխվեց, տեսեք ինչ գեղեցիկ գույն է, շատ չի մքվել եւ տակի մասն է պեչենիների թխվել եւ երեսի, երկու կողմից էլ լավ թխված է, միջուկը թխված է, հիմա կկտրեմ, փոշին ցանելուց հետո կտեսնեք։ Այսքան բաղադրիչներից ստացվում է համարյա 30 հատ սիգարետներ, 2 լավ ափսե։ Տաք վիճակում ցանում ենք երեսի փոշին։ Ահա սիրելիներս, այսօր էլ այս քաղցրը ես թխեցի և փոխանցեցի ձեզ, կարծում եմ շատ հեշտ է, երկար ժամանակ ձեզանից չի խլի, բաղադրիչները համարյա բոլորի տանը կան, մի խոսքով այսպիսի թխվածքաբլիթներից ոչ մեկ չի հրաժարվի, ահա միջուկն էլ տեսեք ինչպիսին է, ամբողջությամբ ներսը թխված է, շատ համեղ է, շատ անուշ բույր ունի, շնորհակալ եմ որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութերում։